Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալում հիմա ամենահուզիչ ու ամենացավոտ իրադարձություններից մեկն է զարգանում. այն, ինչ սկսվեց որպես սովորական փողոցային հաշվեհարդար, վերածվեց ընտանիքի համար իսկական ողբերգության։ Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են։ Այս պահին հեռուստասերիալը համարվում է ամենառեյտինգային նախագծերից մեկը հայկական սերիալ արտադրության ոլորտում։ Նշենք, որ շատ շուտով այս հեռուստասերիալին զուգահեռ կընթանա նաև Դիանա Գրիգորյանի այլ նախագծերի ցուցադրությունը, որի մանրամասները կգտնեք մեր ալիքում։ Հեռուստասերիալում իրադարձությունները լարված են ու հետաքրքիր հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչ է լինելու Վովայի հետ։ Որովհետև հենց Վովայի վիրավորվելուց հետո է ամբողջ պատմությունը նոր ուղղությամբ գնալու։ Վովայի դանակահարությունը պարզապես հերթական դրամատիկ տեսարանը չէ, սա այն պահն է, որտեղ բոլոր հերոսների ցավերը միանգամից դուրս են գալու մակերես։ Կռիվը սկսվում է Լեոյի պարտքերի պատճառով, որովհետև Լեոն կատարում է չհաշվարկված քայլեր, որը ունենում է ծանր հետևանքներ ոչ միայն իր, այլ նաև ընտանիքի համար։ Նա փորձում էր գումար աշխատել, փորձում էր իր ձևով պաշտպանել ընտանիքը, բայց այդ ճանապարհը վաղ թե ուշ պետք է բերեր աղետի, որովհետև, ինչպես մեր նախորդ տեսանյութում կրկնեցինք, պատմությունը կարծեք թե կրկնվելու հատկություն ունի։ Հայրը Ռաֆը որոշել էր նման ձևով գումար աշխատել որդուն փրկելու համար, բայց պատասխան տվեց իր կյանքով, և հիմա այդ ճանապարհին է Լեոն։ Բայց այս անգամ Լեոյի կատարած սխալ քայլերի համար պատասխան է տալիս ոչ թե ինքը Լեոն, այլ Վովան իր հարազատ եղբայրը, ում գոյության մասին դեռ չգիտեն։ Վովային դանակահարում են ու այդ պահից ամեն ինչ փոխվում է, նրա վիճակը ծանր է ու նրան տեղափոխելու են հիվանդանոց։ Բոլորը ցանկանում են մեկ բան, որ Վովան փրկվի։ Հիվանդանոցային տեսարանները հաստատ լինելու են սերիալի ամենահուզիչներից մեկը, քանի որ հենց հիվանդանոցի պատերի ներսում են բացահայտվելու շատ գաղտնիքներ։ Հնարավոր է Վովային փրկելու համար արյուն պետք լինի, իսկ արյուն կարող են տալ միայն հարազատները, և Վովայի մայրը Օլգան ստիպված կլինի բացահայտել ճշմարտությունը, որ Դավիթը, Լեոն նրա հարազատ եղբայրներն են։ Բայց հնարավոր է, որ ավելի հետաքրքիր մանրամաս լինի. Դավիթի ու Լեոյի արյունը չհամապատասխանի Վովայի արյանը, և ստիպված Մանանը փրկի Վովային որպես երկվորյակ քույր։ Իհարկե, այս ամենը լինելու է հուզիչ, հետաքրքիր և դիտարժան։ Բայց այս պահին Վովան պայքարում է կյանքի ու մահվան սահմանին։ Սա հատկապես ծանր է Լեոյի համար, քանի որ իր մեղքի պատճառով է այս ամենը տեղի ունենում։ Այս անգամ Լեոն ամբողջ ուժով է հասկանալու, թե ինչ հետևանքներ են ունենում սխալ քայլերը։ Նա միշտ պատրաստ էր վտանգել իրեն, բայց այս անգամ վտանգի է ենթարկում իր հարազատին։ Այս դեպքում դեռ նա չգիտի, որ Վովան իր հարազատ եղբայրն է, բայց ամեն դեպքում նրանք վերաբերվում են իրար որպես եղբայրների։ Շատ հնարավոր է, որ հենց հիվանդանոցում, մինչև նրա մոր հայտնվելը, եղբայրները փորձեն արյուն տալ և տեսնել, որ համապատասխանում է, առանց մտածելու, առանց հարցնելու, որովհետև այդ պահին նրանց համար կարևոր կլինի միայն մեկ բան՝ փրկել Վովային։ Բայց այստեղ սկսվելու է ամենամեծ ու հետաքրքիր ինտրիգը։ Բացահայտվեն այն գաղտնիքները, որոնք տարիներով թաքցվել են։ Շատ կարևոր շրջադարձ կարող է լինել հենց արյան թեման։ Եթե Վովայի կյանքը փրկելու համար արյուն անհրաժեշտ լինի, հենց այդ պահին կարող են բացահայտվել ամենամեծ ճշմարտություններից մեկը։ Տարիներով պահված գաղտնիքը վերջապես դուրս է գալու ջրի երես, և պատկերացրեք այդ պահը, երբ բոլորն իմանան, որ Լեոն, Դավիթն ու Վովան իրականում հարազատ եղբայրներ են։ Սա ամբողջությամբ փոխելու է բոլորի աշխարհը։ Դավիթի համար էլ այդ ճշմարտությունը շատ ծանր է լինելու, բայց միաժամանակ կարող է վերջապես միավորել եղբայրներին, որովհետև մինչև հիմա նրանք բոլորը ցավի մեջ էին, առանձին։ Հիմա առաջին անգամ կարող են հասկանալ, որ ունեն իրար։ Շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիրի մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։
Այս պահին Ավոն դարձել է Հունանի ամենամեծ մղձավանջը։ Հունանին թվում է, թե նա ազատվել է Ավոյից, բայց Ավոյից ազատվել այդքան էլ հեշտ չէ։ Նրան փորձեցին ոչնչացնել, բայց նա շուտով վերադառնալու է։ Եվ թվում է հիմա նա ավելի վտանգավոր է, քան երբևէ։ Նա ուզում է քանդել Հունանի ամբողջ աշխարհը։ Շատ հետաքրքիր է հատկապես Արամի գիծը։ Արամը կամաց-կամաց հասկանում է, որ Հունանի անցյալում շատ մութ բաներ կան։ Եվ եթե պարզվի, որ Հունանն իսկապես կապ ունի իր հոր մահվան հետ, Արամը լրիվ ուրիշ մարդ է դառնալու։ Սա կարող է դառնալ սերիալի ամենաուժեղ հակամարտություններից մեկը, որովհետև Արամը Հունանին վստահել է, բայց հիմա պարզվելու է լրիվ այլ ճշմարտություն։ Մանանը հայտնվել է մի ընտանիքում, որտեղ բոլորը բոլորին վիրավորում են, և Մանանը փորձում է բոլորին հասկանալ։ Այս պահին «Գոյամարտը» դարձել է ոչ միայն դրամատիկ սերիալ, այլ մի մեծ հոգեբանական պատմություն։